Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովի մասնակցում է նաև վրացական պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երևանում վրացական կողմը կրկին ընդգծում է Վրաստանի հատուկ տարանցիկ դերը միջին միջանցքի նախագծում։ Կլոր սեղանի ձևաչափով Վրաստանի վարչապետը անդրադարձել է երկրի տարանցիկ ներուժը մաքսիմալականացնելու համար նախատեսված ծրագրերի վրա։ Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրակլի Կոբախիձե Վոլոդիմիր Զելենսկի հանդիպում։ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն 53 կողմ և 14 դեմ ձայնով քվեարկեց Վրաստանի վերաբերյալ զեկույցին, որը ներկայացրել է զեկուցող Ռաիսա Յուգնևիչեսկին։ Սա Վրաստանի որպես Եվրամիության թեկնածու երկրի վերաբերյալ երկրորդ զեկույցն է, որը պատրաստվել է հաշվի առնելով Եվրահանձնաժողովի 2025 թվականի Վրաստանի վերաբերյալ զեկույցը։ Հաջորդ փուլում զեկույցը կուղարկվի Եվրախորհրդարան քվեարկության։ Զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ Եվրամիության հետագա ներգրավվածության թեկնածու երկրի Վրաստանի հետ պետք է խստորեն կապված լինի նրանից, թե արդյոք կառավարությունը շեղվում է իր հակաժողովրդավարական, հակաեվրոպական ուղուց, թե ոչ։ Զեկույցի համաձայն փաստաթուղթը լիակատար համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդի հետ, որը դեռևս ձգտում է եվրոպական և ժողովրդավարական Վրաստանի։ Երևանում ընթանում է Եվրամիության և Հայաստանի միջև առաջին երկկողմ գագաթնաժողովը, որին մասնակցում են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովից հետո, որին մասնակցել են ավելի քան 40 եվրոպացի առաջնորդներ։ Բացի այդ, Երևանյան գագաթնաժողովում կողմերը ստորագրել են գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիր։ Հայաստան Եվրամիության առաջին գագաթնաժողովում իր ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահը խոսել է Հարավային Կովկասի դերի մասին էներգետիկ անվտանգության առումով և որ Հայաստանը ապահովում է Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով Եվրոպան իր հերթին պատրաստ է նպաստել այդ թվում ֆիզիկապես տրանսպորտային և էներգետիկ կապերին։ Իրանը Ամերիկա-Իրան հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց հետո առաջին անգամ անօդաչու թռչող սարքեր է արձակում Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։ Արդյունքում Ֆուջեյրա նավահանգստում լայնածավալ հրդեհ է բռնկվել, 3 մարդ տուժել են։ Ֆուջեյրան երկրի ամենամեծ նավահանգիստն ու նավթամբարն է։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իրանական հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել հարձակումները։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ հարձակումները անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգության համար և որ այն պահպանում է լիարժեք և օրինական իրավունքը արձագանքելու այս ամենին։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են անում Լիբանանի հարավային 2 քաղաքների բնակչությանը անհապաղ տարհանվել։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ եթե Իրանը հարձակվի ամերիկյան նավերի վրա, ապա կջնջի դրանք երկրի երեսից։ Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ իրանական նավատորմը զգալի կորուստներ է կրել։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները կարող էր լքել որոշ նավեր, բայց զինվորականները որոշել են ոչնչացնել դրանք։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո բենզինի գինը արագ և զգալիորեն կնվազի։ Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի Պոլտավայի մարզի ռմբակոծության հետևանքով զոհեր կան։ Զոհերը շարքային քաղաքացիներ են։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով Պոլտավայի մարզը ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 31-ը։ Ըստ հաղորդագրությունների, Պոլտավայի 2 վայրերում անմիջական հարված է հասցվել, ինչպես նաև բեկորներ են ընկել։ Հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտներ, որի հետևանքով 3480 հաճախորդ մնացել է առանց գազի։ Վրաստանի առողջապահության նախարարը մեկնաբանել է Դյուշենի մկանային դիստրաֆիայի բուժման դեղամիջոցների ուսումնասիրության գործընթացը։ Միխայիլ Սարջվելաձեի խոսքով խնդիրը լուրջ է, պետք է քննարկվի այդ թվում մասնագետների ներգրավմամբ։
Սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման չափը մեծանում է։ Ինչպես պարզաբանում է առողջապահության նախարարությունը, փոփոխության նպատակն է ապահովել, որ բնակչության այս խավի համար էլեկտրաէներգիայի վճարը մնա անփոփոխ գնի բարձրացումից հետո։ Նորությունը կազդի ողջ երկրի մասշտաբով ապրող բոլոր շահառուներին։ Ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին, ապա նրանք երկրի մասշտաբով էլեկտրաէներգիայի վճարումների համար սոցիալական նպաստի տեսքով կստանան 30 լարի 20 լարիի փոխարեն։ Նրան կլրացվի 10 լարի սուբսիդավորում յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար։ Այս կանոնը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Այցի շրջանակներում Դավիթ Սոնգուլաշվիլին մասնակցել է Կասպյան Ագրո 2026 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի և 31-րդ սննդի արդյունաբերության ցուցահանդեսի բացման արարողությանը։ Բացման արարողությունից հետո Դավիթ Սոնգուլաշվիլին գյուղատնտեսական ցուցահանդեսի վրացական տաղավարում հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է վրացական արտադրանքի առաջխաղացումը, առևտրային կապերի խորացումը և երկու երկրների միջև գյուղատնտեսական սննդամթերքի արտահանման ներմուծման ավելացումը։ Զուգդիդիում Աբխազիայի ինքնավար հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Թենգիզ Նասարիձեն և փոխնախարար Միխեիլ Անչաբաիձեն հանդիպել են Աբխազիայից տեղահանված ձեռնարկատերերի հետ։ Նախարարը ծանոթացել է ձեռնարկատերերի գործունեությանը։ Թենգիզ Նասարիձեն ուշադրության է հրավիրել նման ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են տեղահանված բնակչության տնտեսական հզորացմանը։